Վիգեն Հակոբյանը նայեց Երևանյան գագաթնաժողովին և գտավ նույն հին սարսափ պատմությունը։ Եվրոպան ուզում է Հայաստանը դարձնել Ռուսաստանի դեմ երկրորդ հենակետ։ Մեծ բառեր, փոքր ապացույցներ։ Նա ասում է, թե բարեփոխումները, եվրոպական չափանիշները և տնտեսական համագործակցությունը ընդամենը քող են, բայց պաշտոնական փաստաթղթերը ոչինչ չեն թաքցնում։ Դրանք նշում են տրանսպորտ, էներգետիկա և թվային կապեր։ Խոսում են տարածաշրջանային խաղաղության, կայունության և կապելիության մասին։ ԵՄ Հայաստան հայտարարությունը նշում է 270 միլիոն եվրոյի Resilience and Growth Plan-ը և Global Gateway-ի շրջանակում մինչև 2.5 միլիարդ եվրոյի ներդրումները։ Սա ամրոց չէ, սա ենթակառուցվածք է։ Ճանապարհներ, ցանցեր, էներգետիկ դիվերսիֆիկացիա, թվային կարողություն։ Քննադատությունը դատարկ է, որովհետև չի պատասխանում պարզ հարցին, սրա ո՞ր մասն է վտանգ Հայաստանի համար։ Ավելի լավ էլեկտրական կապերը, ավելի շատ տրանսպորտային տարբերակները, քիչ կախվածությունը, ավելի շատ ներդրումը։ Երկիրը, որը բացում է ճանապարհներ, չի դառնում ճաշացանկի մաս։ Այն սովորում է նստել սեղանի շուրջ իր փաստաթղթերով։ Ահա դա է նրանց նյարդայնացնում։ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողով, ստորագրում է իր անունով, խոսում է իր մայրաքաղաքակում և հանկարծ ամեն մալուխ, ճանապարհ ու բարեփոխում դառնում է դավադրություն։ Սա վերլուծություն չէ, սա